Շնորհակալություն հարց տալու համար Լևոն Զուրաբյան։ Աշխարհում գոյություն ունի մի հետաքրքիր կազմակերպություն, որը կոչվում է Global Financial Integrity։ Հաշվարկների հիման վրա գնահատում են, թե ամեն երկրում ինչքան կա ապօրինի կապիտալի արտահոսք։ Ես ուզում եմ շեշտել, խոսքը ոչ թե կապիտալի արտահոսքի մասին է, այլ ապօրինի արտահոսքի, այսինքն փողերի լվացման միջոցով եւ այլն եւ այլն։ Եվ ահա համաձայն Global Financial Integrity գնահատականի 2300-ից 2012 թվականներին 2003-ից մինչև 2012 թվականները Հայաստանում միջին ապօրինի կապիտալի ուրեմն արտահոսքի ծավալը եղել է $750 միլիոն։ Եվ հաշվի առնելով, որ այս բոլոր տվյալներին վերահսկում են, ասենք, Ֆիննախը, Կենտրոնական բանկը, ԱԱԾ-ն եւ այլն, արդյոք կարելի է եզրակացնել, որ մեր պետական իշխանությունը ուղղակիորեն հովանավորում է փողերի լվացումը եւ արտահոսքը։ Հարցին կպատասխանի կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։ Զեկույց, որի վերաբերյալ թերևս անհրաժեշտ է ավելի մասնագիտական, ավելի խորը վերլուծություն կատարել, սկսած մեթոդաբանությունից, վերջացրած այն թվերը, որ ներկայացնում է պարոն Զուրաբյանը։ Շնորհակալություն հարց տալու համար Հեղինե Բիշարյան, առաջին խոսափող խնդրեմ։ Իմ ձեռքի տարկած բազմաթիվ էլեկտրոնային տարբերակով տպագիր վարկածներ տեղի ունեցած ռազմական ինստիտուտի Հայկաց Բարսեղյանի սպանության հետ կապված, հարգելի նախարար, շատ կարևոր է, որ ձեզանից անձամբ լսենք, թե իսկապես ինչ է տեղի ունեցել։ Հարցին կպատասխանի պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը։ Խնդրեմ։ Քրեական գործընթացի շրջանակներում պարզվել է, որ միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում է տեղի ունեցել տվյալ դեպքը եւ դեպքին նախորդել են ուրեմն ոգելիչ խմույցների օգտագործման փաստ մի քանի կուրսանտների կողմից, այնուհետև վիճաբանությունը եղել է նախկինում ուրեմն զինվորական էթիկայի պահպանման հարցերի շուրջը տեղի ունեցած վիճաբանություն տվյալ Բարսեղյանի եւ նաեւ այլ կուրսանտի միջև, որի ժամանակ նա նկատողություն էր արել, որ ինքը պետք է պահպանի էթիկայի, էսթետիկայի նորմերը, ասենք սնունդ ընդունելու ժամանակ։ Վիճաբանության արդյունքում մի քանի անգամ, մի քանի էպիզոդներով ուրեմն գիշերվա պահին տեղի ունեցել ծեծկրտուկ եւ այնուհետև այն վերահացվել ավելի խիստ միջոցների ձեռնարկման եւ սպանության։ Քրեական գործը հարուցված է, ուրեմն մեղադրյալների մի շրջանակ մոտ 4 հոգի ուրեմն ձերբակալված են, բացի դրանից կան անձնավորություններ ստորաբաժանման հրամանատարներ, որոնք որ պետք է վերահսկեին, պատշաճ կերպով չեն վերահսկել, որպես պատասխանատու։ Հարց տալու համար Արծվիկ Մինասյան, երրորդ խոսափող։ Խնդիրն ավելի է բարդանում եւ սուր է դառնում նկատի առնելով ոչ միայն Նայրիտի որպես Հայաստանի տնտեսության քիմիական արդյունաբերության ողնաշարի ապագայի նկատմամբ հստակ պատկերացման բացակայությունը, այլ նաեւ այն, որ աշխատանքային կոլեկտիվը, որը զանգվածային ազատվում է աշխատանքից, այդպես էլ անորոշության մեջ է հայտնվել։ Թե աշխատավարձերի վճարման հարցերով եւ թե նաեւ ապագայում իրենց անելիքների հետ կապված։ Հարցը դա վերագործարկման խնդիրն է։ Եվ համաշխարհային բանկի կողմից, ինչպես գիտեք, կատարվում է տեխնիկական աուդիտ եւ տեխնիկական աուդիտի ընդհանուր գնահատականները, առաջարկությունները, եզրակացությունը կլինի փետրվար ամսի ընթացքում։ Համաշխարհային բանկի եզրակացություններից հետո նոր կլինի կառավարության որոշումը Նայրիտ գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ։